Ողջունում եմ մեր լսարանին, որոշեցի արտակարգի եթեր կազմակերպել, քանի որ կան կարևոր անհետաձգելի նորություններ, տեղեկություններ կան, որ Պուտինը ցանկանում էր այսօր երեկոյան հարվածել Կիևին, բայց ձախողեց։ Ըստ երևույթին Պուտինը Մերցի եւ Թրամփի հանդիպման ընթացքը Վաշինգտոնում ընտրել էր Կիևին հարվածի պահ, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա իր այսպես կոչված վրեժի հարվածի մասին, բայց ինչպես սովորաբար պատահում է անհաջողակների հետ, Պուտինը նորից ձախողվեց։ Այսօր երեկոյան ուկրաինացի падգամավոր Ռոման Կոստենկոն հայտնել է, որ կա տեղեկատվություն, որ Ռուսաստանը կարող է այսպես կոչված պատժիչ հարված հասցնել Պաուտինա Սարդոստայն հատուկ գործողության որպես հատուցում։ Կոստենկոյի կարծիքով Ռուսաստանը մտադիր էր փորձել հարվածել կառավարության շենքերին եւ ներկայացնելով որպես հավասարազոր պատասխան ուկրաինական Պաուտինա գործողությանը։ Այս ֆոնին Ղազախստանի երկնքում Ղրղստանի սահմանին նկատվել են պայծառ թռչող օբյեկտներ, այս մասին հայտնում են տեղական սոցիալական ցանցերի օգտատերերը։ Ռուսները անմիջապես սկսել են տարածել վարկած, որ դա կարող էր լինել Օրեշնիկ հրթիռի արձակում, որն անհաջող է եղել։ Հիմա դուք տեսնում եք ձեր էկրաններին հաղորդում է, որ Օրեշնիկը ռուսները արձակում են Աստրախանի մարզի Կապուստինյար հրաձգարանից, որը գտնվում է Ղազախստանի սահմանին։ Հետևաբար ցանցի օգտատերերը չեն բացառում, որ հրթիռը սխալմամբ կարող էր փոխել ուղղությունը եւ պայթել հարևան երկրի երկնքում։ Հետաքրքիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, չի բացառվում, որ Պուտինը անհաջողությունից հետո որոշի օգտագործել եւս մի հին սովետական հրթիռ։ Մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը, եթե ողջ մնանք իհարկե, կատակում եմ։ Ուրբաթ օրը արդեն Ակոպյան լայվ ալիքով կտեղեկացնեմ դες իրադարձությունների մասին ավելի մանրամասն մեր սովորական եթերով։ Իմիջիայլոց հին սովետական հրթիռներից վտանգը կարող է սպառնալ ոչ միայն Ուկրաինային, այլև ցանկացած երկրի, քանի որ սովետական միջմայրցամաքային հրթիռները նախատեսված էին հենց միջմայրցամաքային թիրախների համար, եւ հին հրթիռը կարող է թռչել ցանկացած ուղղությամբ, նույնիսկ Մոսկվայի վրա, եթե փորձեն ինչ-որ փոփոխություններ անել։ Կար նման խոսակցություն, որ ուզում են դրանք մոդեռնիզացնել, որպեսզի կարողանան այլ թիրախների հարվածել, խոսքը Ուկրաինայի մասին էր։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որտեղ կհասնի նման հրթիռը։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում ռազմական արդյունաբերությունը նորմալ չի զարգացել։ Օրեշնիկի հարվածի փորձը վերջնականապես ցույց է տալիս Պուտինի ռեժիմի այդ վայրենիությունը, անմարդկայնությունը։ Եվ երեկվա Թրամփի զանգը նրա Պուտինի մտադրությունների մասին պատմելը փաստորեն ամերիկյան նախագահի կողմից Պուտինին տրված կանաչ լույս է ընկալվել ռուս բռնապետի կողմից։ Իմիջիայլոց Թրամփը Պուտինի մասին կրկնել է եւ այսօր կանցլեր Մերցի հետ հանդիպման ժամանակ, ասելով, որ պետք է թույլ տալ Ուկրաինային եւ Ռուսաստանին մի փոքր կռվել նախքան խաղաղության համաձայնագիր կնքելը։ Թրամփը համեմատել է ռուս դիկտատորին եւ Ուկրաինայի նախագահին երկու երեխաների հետ, որոնք ատում են միմյանց եւ խելագարաբար կռվում են այգում, ավելացնելով, որ երեք այդ համեմատությունը արել է Պուտինի հետ զրուցելիս։ Պուտինի համար նման խոսակցությունները նշանակում են Ուկրաինային հարվածելու ուղիղ թույլատվություն, չգիտեմ Թրամփը դա հասկանում է թե ոչ, եւ այս ֆոնին, որ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ամերիկան որոշել է մերձավոր արևելք հրթիռներ ուղարկել, որոնք պետք է ստանային Ուկրաինան, տեղեկատվությունը հրապարակել է Wall Street Journal-ը, արդեն մեծ կասկածներ են առաջանում։ Չնայած իր ռետորաբանության մեջ Թրամփը դեռ խոսում է Ուկրաինային աջակցելուց, դե նա այլ կերպ վարվել չի կարող, որովհետև եթե այլ բան ասի, իր առանց այդ էլ ցածր ռեյտինգները ավելի կընկնեն, հատկապես Թրամփին հալածելու գործին միացել է նրա դեռ 3 ընկերը համարվող Իլոն Մասկը։ Շատ չերկարացնեմ, հիշեցնեմ, որ նրանց համար, ովքեր նախընտրում են առավել մանրամասն տեղեկանալ ռազմական իրադարձություններին, կարող եք անցնել այս եթերի նկարագրության մեջ գտնվող հղումով դեպի մեր երկրորդ ալիք Հակոբյան լայվ, որտեղ ամեն օր հեռարձակում ենք թարմ լուրեր ռազմաճակատից։ Ինչպես նաև հիշեցնեմ, որ ամենադիտարժան կադրերը մենք տեղադրում ենք մեր Telegram-յան ալիքում։ Մինչ նոր հանդիպում, պայքարը շարունակվում է։